Դիաննա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում Ավագն ու Վիկտորիան թվում էր, թե վերջապես վերադառնում են իրենց առօրյային, իրենց աշխատանքին, սովորական խաղաղ կյանքին։ Սակայն նոր իրականությունը խաղաղ չի թողնում հատկապես Վիկտորիային։ Նա անընդհատ անհանգիստ է, մտքում միայն մեկ հարց՝ ինչ է խոսում իր աղջիկը իր կենսաբանական ծնողների հետ։ Հենց այդ հանդիպումներն էլ Վիկտորիային դարձրել են լարված, կասկածոտ, վիրավորված։ Ավագն ի տարբերությունները փորձում է իրավիճակին նայել սառը գլխով։ Նա վստահ է, ամեն ինչ պետք է դիտարկել իր տեղում ու եթե Անգելինան հանդիպում է Աննայի ու Սոսի հետ, ապա դա միանգամայն բնական է։ Այսօր էլ նա փորձում է հանգստացնել Վիկտորիային, ասելով, որ պարզապես պետք է ընտելանան նոր իրավիճակին, քանի որ այլևս ոչինչ հնարավոր չէ փոխել։ Եվ երբ թվում էր, թե ամեն ինչ քիչ-քիչ իր հունով է ընթանում, հանկարծ մի նոր զարգացում տարիների խորքից։ Ծննդատուն, որտեղ 25 տարի առաջ Աննան ունեցել էր Անգելինային, հիշեցրեց իր գոյության մասին։ Այդ հաստատությունից աշխատակից է այցելում Ավագի ու Վիկտորիայի տուն և սկսում անհարմար հարցեր տալ կապված Միքայելի կողմից երեխան փոխանցելու հանգամանքների հետ։ Ավագն այս անգամ էլ է շատ սթափ։ Նա հստակ ու կտրուկ պատասխան է տալիս, ասելով, որ այս ամբողջ գործընթացի կազմակերպողը եղել է Միքայելը, իսկ իրենք ընդամենը վստահել են նրան։ Եվ եթե ինչ-որ մեկն ունի հարցեր կամ կասկածներ, ապա այդ հարցերը պետք է ուղղել ոչ թե իրենց, այլ հենց Միքայելին։ Այս բառերն ասում է խաղաղ, բայց հստակ, հասկացնելով, որ ինքը այլևս այդ սխալ շրջանի պատասխանատվությունը վերցնելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ ուժ։ Բագրատի տունը այս ընթացքում վերածվել է հոգեբանական դաժան պատերազմի դաշտի։ Նա վերադառնում է այն պահին, երբ տունը ողողված է կանացի հիստերիայով։ Լիլիթն ու Անետը երկուսն էլ գետնին են բարձրաձայն լաց լինելով, իրենց ամբողջ հույզերը լցնելով տան պատերի մեջ։ Բագրատը, որ սովոր է ամեն բան թաքցնել հումորով կամ ձևականությամբ, փորձում է ներկայացնել իբրեր Լիլիթն ու Անետը երթական անգամ իրար կծում են ու ինքը պարզապես փորձում է նրանց հանդարտեցնել։ Բայց այս անգամ իրավիճակն այլ է։ Անետը վերջապես բարձրացնում է իր ձայնը ու հստակ ասում. իր հետ ամեն ինչ կարգին է, իսկ Լիլիթի վիճակը հոգեբուժական է, նա կարիք ունի իրական բուժման, ոչ թե ձևական մխիթարունքների։ Իսկ մինչ այս կողմերում հարաբերությունները քայքայվում են լռությամբ ու խաբեությամբ, Սոսի կյանքը սպառնում է քանդվել մեկ վայրկյանում շատ ավելի ուղիղ և տեսանելի հարվածից։ Նա, Աննան ու Անգելինան խաղաղ նստած զրուցում էին սրճարանում, անցյալի վերքերը փորձելով բուժել թեթև ժպիտով։ Բայց հենց այդ պահին ներս է մտնում մի երիտասարդ։ Զավենիչին սպանածների որդին է։ Նա սկսում է բացահայտ զառանցել, Սոսին հրապարակային մեղադրել սպանության մեջ, ձգտելով վարկաբեկել նրան հենց Անգելինայի աչքի առաջ։ Սոսը փորձում է համբերել, բայց նրա ներսում եռացող արդարության զգացումը հաղթում է։ Նա դուրս է բերում այդ երիտասարդին սրճարանից ու դաժան ծեծի է ենթարկում, թողնելով նրան գրեթե անշարժ։ Իսկ այս դրվագից ընդամենը մի քանի ժամ անց ոստիկանությունը հայտնվում է։ Սոսը ձերբակալվում է։ Նրա ներսը այդ պահին միաղոթք կա միայն, թե Աստված չանի այդ երիտասարդը մահանա, որովհետև եթե դա տեղի ունենա, Սոսն իր կյանքը ստիպված կլինի ապրել ջախերի հետևում։ Բայց ամենացավալին ոչ թե հնարավոր պատժամիջոցն է, այլ այն, որ այս ամենն էլ տեղի է ունենում հենց այն պահին, երբ Սոսը վերջապես վերամիավորվել էր իր աղջկա հետ։ Սոսը պայքարել է հանուն ճշմարտության, հանուն դստեր, բայց ճշմարտությունը բերում է նոր պատերազմներ, և երբեմն մի սուտը տևում է 25 տարի, իսկ ճշմարտությունը ընդամենը մի քանի օր, բայց այդ մի քանի օրը դառնում է որոշիչ մի ամբողջ կյանքի համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք այդ երիտասարդը կմահանա և Սոսը երկար տարիներով կհայտնվի բանտում։ Գրեք մեկնաբանություն։ Առավոտյան արթնացել եմ 8-ին, գնացել եմ մազերի մեյքափի, հետո եկել եմ նկարանանման, առավոտից մինչև այս պահը ոչ մի րոպե կաբլուկներս չեմ հանել, եթե ձեր հարսանիքին դուք հնարավորություն ունեք նստեք, կանգնեք, դուք որոշեք ինչ անեք, այստեղ
չկա այդ հնարավորությունը, դուք անում եք պարտադրված այն, ինչ որ ձեզ ասում են, եւ առհասարակ մեր աշխատանքը շատ բարդ է։ Չեմ ուզում, որ խաբնվեք այդ ուրախ նկարներին։ Մեջքիս ցավից մահանում եմ ու մահու չափ սոված եմ։ Ինչպես հասկացել եք, վերջի զանգը շատ լավ անակնկալ ունի իր սիրելի հետևորդների համար։ Մենք աշխատում ենք։ Ուրեմն մենք հարսանիքի սեղանին նստած ենք, մամաս ասանք է, ասաց սպաս ասարք է, համեմ բեր։ Ես գիշերվա կեսնի որտեղ եմ համեմ ճարեմ, մեկը տեսնում եմ, ես առեմ այս ամեն ինչը դնել եմ կլաչիս մեջ։ Չէ, սալֆետի մեջ պատահել։ Պետք է ռեզին գցել, բայց տենց են, չէ՞ վաճառում։ Հարսանիքի սեղանից համը, շնորհակալություն Ռոբտե։ Ինչ է թարխուն տարեկան։ Դու խաշտի։ Շիկինոլայի մրգշուպ։ Գեղեցիկ անակնկալ այսօրվանից Աննան ունի 2 աղջիկ, իսկ մեր գեղեցկուի հարսիկը ունի 2 մայրտուշ։ Կներես պապ, բայց պիտի դիմանաս, որ նորմալ մշակ եմ։ Արա, անելիքը տարա, դու ինձ կներես օրես վիճակով դիմացդ նստած եմ, հերիք չի ստիպված ես վերքերս մշակել։ Պապ, ես ստիպված ոչ մի բան չեմ անում։ Մի ընտանիք ենք բայելով պիտի անեմ։ Ով։ Ոնց ես։ Հղի եք, ասեք հղի ենք։ Ես ինչ մի ներկայացում եք խաղում։ Իբր չգիտենք, հա ինչն է ձեր կտրուկ որոշումների պատճառը։ Հարցեր եք տալիս հեռուստասերիալից, արդյոք մենք վերջում միասին ենք լինելու, անկեղծ չգիտեմ, իսկապես չգիտեմ ավարտը, մենք անգամ ընթացքը չգիտենք, բայց ըստ իմ լոգիկայի, ես որպես հեռուստադիտող, կարծում եմ, որ այո, շատ դժվարությունների միջով ենք անցնում, բայց եթե ուղիղ համեմատականներ տանենք իրականության հետ, ապա չէ, միասին չպիտի լինենք, որովհետև Եզակի դեպքեր են, երբ իրապես հաղթում է սերը ու ամեն ինչ լավ է լինում։ Իհարկե քուր ու եղբոր հետ կապված չէ, բայց սիրելու հետ կապված է։ Ունեմ վառ օրինակներ, որ չէ, իրականում սերը չի հաղթում։ Մենք կլինենք լավատես այս պրոյեկտում եւ կմտածենք, որ սերը հաղթելու է։ Փոքրիկ անդրադարձանել ձեր լավ մեկնաբանություններին, լավ խոսքերին։ Իսկապես դուք ինձ ողջևորում եք, ուժ եք տալիս։ Այն մարդը, ով ինչ որ գործ անում, դա կապ չունի ինչ գործ է, ու ֆիդբեք չի ստանում, չի ուզում աշխատի, մոտիվացիա չի ունենում աշխատելու։ Մի դեպք պատմեմ, նստել էի տաքսի, վարորդը եկել, ստեցի ռեակցիա բուրըն, վայ, Անգելինա 40 տարեկան մի մարդ, Էլենը ճանաչում է, խոսում ենք սիրով լավ, բայց